Բաժին ընկավ, բաղթամեր դաժան, թուրքին դեմ տևի, հող պավենագան։ Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության լուսավոր օրերից էր 33 տարի առաջ այս օրը մեկնարկեց հարսանիք լեռներում օպերացիան։ Մայիսի 9-ի լուսաբացին պսակվելով Շուշիի ազատագրմամբ։ Թշնամուն լրացնելու համար միանգամից 4 ուղղությամբ ծրագրված գործողությունները ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Գրոհի արևելյան ուղղության ղեկավարն էր Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, հյուսիսային Ստեփանակերտ Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիչյանն էր, հյուսիսարևմտյանինը Սեյրան Օհանյանը, Յուրի Հովհաննիսյանը ղեկավարում էր 26-ի հենակետի պահեստազորի ռազմական գործողությունը, հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր։ Շուշին այսօր օկուպացված է, Ադրբեջանը անում է հնարավորը հայկական Բերդաքաղաքից հայկական հետքերը մաքրելու ուղղությամբ։ Շուշիի ազատագրման օրը երկրապահներն ու քաղաքական գործիչներն այցելել են Եռաբլուր։ Արցախը ով կորցրել է, ես ուրեմն ելել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից։ Ինչեւ այսօր էլ ես իմ գործն եմ անում։ Արցախը ով է կորցրել, գնա իրան ասա։ Դուք ավելի մոտ եք դրա համար եմ ասում։ Մոտ եմ, ես այդ տականքներից չեմ էլ ուզում, զզվում եմ իրանցից։ Ով է կորցրել։ Ով է կորցրել։ Չտեսակ ով կորցրեց։ Չտեսակ ինչ արին։ Դե Փաշինյանի ժամանակը դուք ասեք, պարոն Միքայելյան, ում եք ուղում սլակ։ Միշտ անես ուրիշ դաշ։ Երիքա, հավատանեմ, երիքա։ Մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի։ Մի քանդեք ամեն ինչ, առանց հետ էլ քարուքան դեղացա։ Համախմբեք։ Մատ համախմբա, ես իմ գործնեության, եթե թերացում կա, ասա պարոն Միքայելյան, դու այս բանը սխալ ես արել։ Դուք ինչ եք անում, որ համախմբեք, կոնկրետ հիմա ասեք ձեր Ամեն ինչ։ Օրինակ, Ամեն հավաքում եք ընդդիմություն, դիմություն, ասում եք, էսա մեր ռես։ Ես այսօր մեծ խնդիր եմ տենում մեր պետական սահմաններում, Շուշի դու կարաս գնաս, քելա իրար հետ։ Դուք էլ եք ասել եք իմ երազանքն է, գնամ էլի կյանքից։ Եթե դու այդպես որոշեք, հիմի չեն գրակի, քելը կեթանք Շուշի։ Կարաս գաս։ Իսկ առաջնագծում կանգնած է մեր զինվորն ու երկրորդ։ Գնում էինք մենք առաջ։